Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն այսօր Հայաստանի Հանրապետության հայ մարդու ծոցից ծնված Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետը կառավարության նիստի ժամանակ մեզ բոլորիս հայտնի տեսանելի մի թեմայի շուրջ խոսավ, որ մենք մեր պետությունում ունենք եկեղեցիներ, որտեղ որպես պահեստներ են ծառայում։ Մեկ իր կոշիկն է դնում, մեկ իր ցեմերն է դնում, մեկ իր չգիտեմ ինչն է դնում։ Ու դրանից հետո որոշ այս Աստծո տունը պոռնիկության վերածած սքեմի տակ թաքնված փանթիներ, լանթերի կողմից օգտագործվող լանթեր, ներողություն, լանթերի կողմից օգտագործվող լանթեր, որ բոլոր թեմաների մեջ կան, բացի իրենց բուն առաքելությունից, բոլոր խաղի մեջ կան, բոլոր թեմաների մեջ կան, բացի իրենց բուն թեմայից, իրենց բուն առաքելությունից, որ իրենք պետք է ընդամենը մի բանով զբաղվեն, օր ու գիշեր Աստծո խոսքը քարոզեն, Աստծո խոսքը մատուցեն, պատշաճ մակարդակով, բարձր մակարդակի սպասարկում կատարեն եւ Աստծո խոսքը մատուցեն հավատացյալ առաջի քրիստոնյա հայ մարդուն, առաջի, բայց ամենաանհավատ քրիստոնյա հայ մարդուն։ Նրանք ովքեր, այն որ մարդիկ կան, չէ, ես ասում եմ իմ կարծիքը, որ ես իզնից որևէ մեկին աստվածապաշտ չեմ համարում։ Աստծուն մոտիկ մարդ, Աստծուն հավատացող մարդ, իզնից որևէ մեկին ես չեմ համարում։ Ինչքան որ ես եմ հավատում Աստծուն, ինչքան որ ես եմ օրվա մեջ ամեն բան անալից առաջ Աստված ջան ենք անում, առանց աղոթում ենք, միտեղ գնալիս, մի աշխատանք սկսելիս, որ մենք մեր աշխատանք անում ենք կամ ինչ որ մի հատ ճանապարհ ենք գնում։ Ասելիքս ինչ է, դա, բայց գիտես ինչ, իմ ու Աստծու շփումը, որ կա, այսքան մոտիկից շփումը, դա, գիտես ինչ, սա առանց բագրատիկների, առանց գարեգինների, առանց որևէ մեկի միջնորդության է։ Իմ հավատքը, իմ շփումը, իմ կապը Աստծու հետ, առանց որևէ միջնորդի է, առանց պասրեդնիկի, ու ես ինձ թույլ չեմ տա մեծ հանցակ գործած կլնեմ, եթե իմ ու Աստծու մեջ շփման մեջ, իմ ու Աստծու կապի մեջ, ինչ որ բագրատնիկներ հայտնվեն, կամ Աստծո տունը պոռնիկության վերածած սքեմի տակ սրիկաներ հայտնվեն, որ կարող են միջնորդ հանդիսանան։ Եկեղեցին դա մեր սուրբ օջախներն է, դա մեր օջախներն է, որտեղ հայ մարդիկ գնում են, խաչակնքվում են, աղոթում են, մկրտվում են, չգիտեմ, հարցանիքներ են անում։ Ասելիքս ինչ է, իմ ու Աստծու մեջ շփումը առանց որևէ միջնորդի է, առանց բագրատիկների միջնորդությամբ։ Ես ասում եմ, ես ինչ չեմ ների, մենց հանցակ գործած կլնեմ, եթե բագրատիկին նման սքեմի տակ թաքնված լանթերի կողմից օգտագործվող լանթը կարա իմ ու եւ Աստծուց մեջ որպես միջնորդ հանդիսանա, որպես պասրեդնիկ։ Ես մերժում եմ այս պասրեդնիկներին, ես մերժում եմ այս քծող պասրեդնիկներին, ես մերժում եմ անձամբ իմ ու Աստծու մեջ շփումը կապը, ես այս հանցագործ պասրեդիկներին, այս քծող պասրեդիկներին մերժում եմ, եւ մենք պետք է եկեղեցիները տարբերենք բագրատիկներից, գարեգիներից, Աստծո տան մեջ թաքնված, Աստծո տան պատերի մեջ թաքնված, այդ սքեմի տակ թաքնված խուժան գադագյուդեքից մենք պետք է եկեղեցիները տարբերենք, այդ սքեմի տակ թաքնված խուժան գադագյուդեքը որևէ ուղիղ կապ չունեն եկեղեցու հետ, հավատքի հետ, քրիստոնեության հետ, դրանք գարեգինի գլխավորությամբ
ուղղակի մաֆիա, որ արևանգել են եկեղեցիները եւ Աստծո անվան տակ չգիտեմ ինչ գումարներ են հավաքում, իրենց ազնական կարիքներն են հոգում, ես իմիջ բենթլիներ, իրանց այդ խոժան կեցվածքով իրանց խոժան կյանքն են ապրում։ Բոլոր թեմաների մեջ մատները, քթները խոթում են, բոլոր թեմաների մեջ, բացի Աստծո խոսքը տարածելուց։ Այդ Գարեգինի Բագրատիկների այդ մաֆիան, բոլոր, այն մի հատ եզրասեր ունի Մոսկվայում, մի հատ խուժան իր այդ լեքսիկոնով, պահվածքով, իր բառապաշարով, ինքը խուլիգանից, փողոցային խուլիգանից ոչինչով չի տարբերվում։ Ձեզ մի հատ մաֆիա են ստեղծել, քանի տարի, համարյա 30 տարի, սենց Աստծո օջախը գրաված, Աստծո տան պատերի մեջ թաքնված, հոխորդում են, գլուխները կոխում են բոլոր թեմաների մեջ, քթները մտնում են բոլոր թեմաների մեջ, բացի Աստծո խոսքը քարոզելուց, տարածելուց եւ պատշաճ մակարդակով սպասարկում կատարելուց, որ Աստծո խոսքը պատշաճ մակարդակով սպասարկում կատարեն եւ Աստծո խոսքը մատուցեն հայ մարդուն։ Չկան այդ թեմաների մեջ իրանք չկան։ Փողեր հավաքեն, եկեղեցիներ վերանորոգելու համար, բայց գնան, եսի ինչերի մեջ ինչեր անեն։ Էդ են, սրանք էդ են։ Հիմա լավ երկարում է։ Ասելիքս ինչա։ Սենց վարչապետի ելույթից հետո սենց մի հատ ինչ-որ ոհմակ, սքեմի տակ թաքնված գյադագյուդեք հոխորդում են, ոռնոսները դնում են եւ ավանակի նման ոռնում են իրար հերթ չտալով Աստծո խոսքը այդ սքեմի տակ թաքնված սրիկաները Աստծո խոսքը տենց չեն տարածել իրար հերթ չտալով Աստծո խոսքը տենց չեն տարածել այդ սրիկաշան որդիները բայց որ հերթը ոռնալն է պետք է ոռնան որ այդ լանթերը որ պետքա ոռնան իրենց տերերին լանթ Քոչարյան Ռոբերտը Հայաստանի Հանրապետությունում որ ոմանք գիտեն որ միակ տղամարդներ կամ միջև հիմա ինքը միակ տղամարդն է իրան հրճակում պաշտոնապես հայտարարվում են որպես քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը նույն ինքը Սարգիս Արարողը նույն ինքը հայ մարդու այրան կարոտ մնացածը ոչ թե Հայաստանի Հանրապետությունում միակ տղամարդն է որ ինքը հրճակել էր իրեն ու ոմանք է որ իր միջև հիմա որ ինքը մտածում է որ ինքը էս պետության միակ տղամարդ է պաշտոնապես հայտարարում են Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության միակ լանթը ժողովուրդ լանթը գիտեք ինչա ես իմ բառապաշարով եմ ասում էլի լանթը ոնց ասեմ լանթը դա լանթն է լանթը դա տրապկեն փանթի կեղտոտ անլվա տրապկեն հիմա այս լանթերը եկել են սենց լանթավարի իրար հերթ չտալով հոխորդում են ոռնում են որ իրանց լանթին տենց հաճոյանան Տեսեք արդակ, բա Աստծո խոսքն է տենց իրար հերթ չտալով տարածեք։ Աստծո խոսքը սքեմի տակ թաքնված խուժան կիլերներ, սքեմի տակ թաքնված փանթիներ։ Ինչու Աստծո խոսքը տենց պաշած մակարդակով չեք մատուցում հայ մարդուն։ Ինչու։ Այդ որ հերթը հաստում լանտ տալուն, ոռնալուն իրար հերթ չտալով ոռնում եք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ասել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ ասել է, դա ցանկացած հայ մարդ գիտի։ Անձամբ իմ գյուղում թող սա էս լանտ տվող սքեմի տակ թաքնված խուժանները, Աստծո տունը պորնիկության վերածած սքեմի տակ թաքնված սրիկաշան որդիները, որ բոլոր թեմաների, բոլոր խաղերի մեջ կան բացի Աստծո խոսքը տարածելուց, թող մի բան լավ իմանան։ Ես սա գիտեմ։ Ու ես խնդրում եմ իմ ընկերներին, ովքեր ինձ կլսեն, գնան հենց վաղը նկարեն եւ այդ նկարները ուղարկեն ինձ։ Այդ նկարները ուղարկեն ինձ, ես այդ նկարները հրապարակելու եմ։ Այո, մեր անձամբ իմ բնակվելու վայրը, իմ ծննդավայրում եկեղեցի կա։ Եկեղեցի, որ անասունները թեժ արևին, որ արևը թեժանում է, չէ, սենց ճանճերը, որ սենց հարձակում են անասունների վրա։ Ասենք օրինակ կովերի։ Այդ կովերը արագորեն արդեն տեղը գիտեն։ Թաքնվում են հենց այդ եկեղեցում արևից պաշտպանվելու համար, որպեսզի թեժ արևին ճանճերը իրենց չհոշոտեն, չկծեն։ Ու այո, մեր ամբողջ գյուղի անասունները հենց այդ թեժ արևից պաշտպանվելու համար թաքնվում են այդ եկեղեցում։ Եվ մի հատ Բագրատիկ Տավուշեցի ես, սքեմի տակ թաքնված
սրիկա շամորդի, աստծոտոնը պորնիկությամբ վերածած շամորդի, ձրի անվճար, ոչ մի հոգեհանգիստ չես անցկացրել, միջև գլխանց քոփողը չեն տվել, ու սա 99% սքեմի տակ թաքնված այդ գարեգին բի խուլիգան մաֆիային է վերաբերվում, ձեզնից 90%-ը միջև գլխանց ձեր եկամուտները չեք վերցրել, ոչ մի առիթ ուրախություն կլինի, դժբախտություն կլինի, ոչ մի առիթ չեք անցկացրել, ոչ մի առիթ։ Աստծո տունը տենց ձեզ համար բիզնեսի աղբյուր, որ ամբողջ աշխարհից եկեղեցիներ վերանորոգելու համար միլիոնավոր դոլարներ հավաքեք ու ձեր մեջ փայփայանեք ու մտնեք բոլոր թեմաների մեջ բաց Աստծո խոսքը տարածելուց, հոն բագրատիկ, այդ տարապկա, սքեմի տակ թաքնված Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործվող լանդ։ Բայց դու չգիտես, որ քո մարզում, տավուշում կա եկեղեցի եւ եկեղեցիներ, որ պարիսպապատված չեն, որ անտերության են մատնված, որ ամբողջ այդ գյուղի կամ մարզի անասունները թեժ արևից փախնում են եւ թաքնվում են հենց այդ եկեղեցիներում, որպեսզի պաշտպանվեն արևից։ Չգիտեք։ Կամ այդ որ մի հայ մարդը չգիտի, հիմա ես որ ինչ ասում եմ։ Ու ես խնդրում եմ իմ ծանոթներին կազմակերպել եւ արագորեն լուսանկարներ անձապից ուղարկեն, ես այդ լուսանկարները կհրապարակեմ։ Ու այսօրվա այս լանդ տագողները, հոխորդվածողները, սքեմի տակ թաքնված, սրիկա շամորդեց բանդիտները, թող տեսնեն Հայաստանի Հանրապետությունում ինչքան եկեղեցիներ կան, որ անտերության են մատնված, որ Էշմիածնի կողմից, այս Գարեգին Խուժանի եւ իր մաֆիայի կողմից անուշադրության են մատնված, բայց որ հոխորդալը գիրեք, այդպես հոխորդալով ինչի՞ չեք այդ եկեղեցիները պարիսպապատում, զապորա, որպեսզի այդ գյուղի անասունները արևից, անձրևից պաշտպանվելու համար, այո, հենց եկեղեցու ներսը չթաքնվեն։ Ինչ չեք անում։ Հələ ես էլ չեմ ասում, որ ձեր շինախտն եք տանում ընդեղ, ձեր, չգիտեմ, ձեր ցեմեդը գաջբանն եք տանում ընդեղ։ Ձեր շինարարության այդ լեսաններն եք տանում ընդեղ։ Սա ով չգիտի, նորություններ, թե սենց անընդհատ նստած սպասում եք, թե ասենք երկրի վարչապետը հայ մարդու ծոցից ծնված, ձայն Աստծո, ձայն բազմած, այն հոգևարականը, այն ով իրեն հոգևարական համարում, ով իրեն տերտերը համարում, չգիտեմ ինչ համարում, ով սև սքեմա, իր թրաշ ունի, սև սքեմա հակը, չգիտեմ Աստծուն է ներկայացնում, ով ընդդիմանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինք ուղղակի սրբապիղծ է, ինք ուղղակի Աստվածաշունչը չգիտի, Աստվածաշունչը ասում է, ձայն Աստծո, ձայն բազմած։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունն է։ Ձայն Աստծո, ձայն Աստծուց, ձայն բազմած, ձայն Աստծուց, ձայն բազմած։ Հիմա դուք եկել եք էսի սենց բանի տակ եք դրեք, կասկածի տակ եք դրեք ու հոխորդում եք։ Ես նորից եմ ասում։ Բագրատիկը իր ամբողջ, ես գիտես չեմ ասի, ես Ես թույլ չեմ տալ մեղ գործեմ, ես իրան չեմ ասի աստվածապաշտ, հոգևորական, Աստծո ներկայացուցիչ կամ Աստծո խոսքը տարածող, Բագրատիկին եւ իր տեսակին, ես նման բան չեմ ասի, որտեւ այդ մեղքը չեմ ուզում գործեմ։ Այդ մեղքը չեմ ուզում գործեմ, բայց գիտես ինչ, թող հայ մարդիկ մի բան լավ իմանան, որ եկեղեցին դա եկեղեցի է, դա մեր սրբոջախն, դա մեր սրբություններն է, մեր սուրբ օջախներն է։ Ուղղակի եթե խուժանները սենց 30 տարի է սենց այս Աստծո տները սենց արևանգել են եւ պորնիկության են վերած այս սքեմի տակ թաքնված եսի ինչ խաղերի մեջ են, մենք գիտես ինչ, մենք չենք կարալ հեռանանք եկեղեցուց։ Ում պատճառով Բագրատիկի, հա, Բագրատիկով է, Բագրատիկը կամ Գարեգինը այն մարդիկն է, որ կարան իմ եւ Աստծո մեջ շփման մեջ ինչ որ միշնոր հանդիսանան կամ պասերդիկ լինեն։ Իհարկե ոչ, անիծվի այն օրը, չգիտեմ, թող Աստված ինձ պատժի, եթե ես ինձ թույլ կտամ, իմ ու Աստծու մեջ շփում, ես ուղիղ շփման մեջ եմ Աստծու հետ, ուղիղ, եւ Բագրատիկի եւ Գարեգինների հետ այդ մաֆիայի, խուլիգան մաֆիայի նման մարդիկ,
որպես պասրեդնիկ, ինձ պետք չէ։ Ես առանց պասրեդնիկների, առանց միջնորդների ուղիղ կապի մեջ եմ Աստծու հետ։ Ամեն վարքյան, ամեն վարքյան։ Այնպես որ այս տհաճ անձնավորությունները չեն կարող ոչ մի խոչընդոտ հանդիսանան, որ ես հեռանամ եկեղեցուց։ Ուղղակի իրանք ով են։ Աստված գիտես ինչ ասում, Աստված ասում է վայ է մարդուն, ով ինձ է ներկայացնում, ով ինձ է ներկայացնում, բայց իմ օրենքներով չի ապրում։ Ես հասարակ շարքային քաղաքացից մտածելու բան չունեմ, թող դրանք մտածեն, որ Աստծուն է ներկայացնում, որ Աստծուն է ներկայացնում, բայց Աստվածապաշտ ոչ մի բան չեն անում։ Կարան ճորո խոսան, լանտ տան, կարան քաղաքական գրառումներ անեն, կարան ռոբիկ սատարեն, կարան հայ մարդու ընտրությունը կասկածի տակ դնեն, կարան հայ մարդու ընտրության հրաժարականը պահանջեն, ամեն ինչ կարան անեն, կարան Քոչիոյի համար ծառայություն մատուցեն, կարան Սերժի համար ծառայություն մատուցեն, կարան Կրեմլիայի բոլորի համար կարան ծառայություն մատուցեն, այդ սքեմի տակ թաքնված սրիկաները, բացի Աստծու համար, դուք պետք է մենակ Աստծուն ծառայություն մատուցեք, Աստծուն, Աստծու տան մեջ թաքնված սրիկա շամորդիներ, դուք բացու Աստծուց, դուք բոլորին ծառայություն եք մատուցում, բացի Աստծուց, բացի Աստծու խոսքը տարածելուց, դուք ավելի շատ Քոչոյի խոսքն եք տարածում, դուք ավելի շատ Բագրատիկ, սքեմի տակ թաքնված լանդ, սքեմի տակ թաքնված լանդ, Բագրատիկ, դու ավելի շատ Քոչոյի գիրքն ես տարածում, Քոչոյի գիրքն ես քարոզում, քանց Աստծո Աստվածը, քանց Աստվածաշունչը, քանց Աստծո գիրքը, քանց Աստվածաշունչը, դեմա թող հավատացյալ մարդիկ, առաջի քրիստոնյա մարդիկ, ես պաշտոնապես ասում եմ, այո, Հայաստանի Հանրապետությունը հայ մարդը առաջի քրիստոնյա ընդունած ազգն է, պետությունն է, բայց մենք ամենաանհավատն ենք, բայց մեր եկեղեցիները այեզև բանդիտների կողմից միջառեսօրես 30 տարի արևանգված է, մաֆիայի կողմից արևանգված է, որ բոլորի քարոզն անում են, բոլորի գրած գրքերը տարածում են, բացու Աստծու քարոզից, բացու Աստծու խոսքից, որ բոլորի խոսքը տարածում են, որ Սերժիկի Քոչոյի խոսքը ավելի ակտիվորեն են տարածում, քան Աստծու խոսքը։ Այո, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, ու ամենանհավատ ազգն ենք։ Ես որևէ հպարտանալու բան չունեմ։ Ինչ եմ հպարտանամ, որ առաջի քրիստոնյա ազգն եմ ու ամենաանհավատ ազգն եմ, որ այսօր իմ եկեղեցում Աստծո տանը թաքնված սքեմի տակ թաքնված սրիկաններ են, հա, 90%-ը սրանարաշահերն են սպասարկում, բացու Աստծուց, որ սրանրա խոսքն են տարածում, որ մեծ քաղաքականության մեջ են մտած, հա, որ Աստծո որ հեռացել են Աստծուց, հա, որ Աստծո անունը տալով ասենք, չգիտեմ, Քոչո են սատարում, Քոչո են քարոզում, Աստծուն քարոզելու փոխարեն Քոչո են քարոզում, դրա համար հպարտանամ, որևէ հպարտանալու առիթ եւ պատճառ չունեմ։ Ոչ էլ հպարտանալու պատճառ ունեմ, որ ես առաջի քրիստոնյա ազգն եմ ու ամենաանհավատն եմ։ Դրա համար պետք է հպարտանամ, ինչից վրա հպարտանամ։ Իհարկե չեմ հպարտանում։ Չեմ հպարտանում։ Մեծ ցավ եմ ապրում։ Մեծ ցավ եմ ապրում, որ առաջի քրիստոնյա ազգն ենք ու ամենաանհավատն ենք։ Մեծ ցավ եմ ապրում, որ առաջի քրիստոնյա ազգն ենք։ Բայց մեր եկեղեցիներում 90%-ը սքեմի տակ թաքնված խուլիգան բանտա է, որ Քոչոյի գիրքը ավելի շատ են քարոզում, քան Աստվածաշունչը, որ մեր պետությունում կան այո եկեղեցիներ, որ անասունները արևից պաշտպանվելու համար թաքնվում են այդ եկեղեցիներում, որ առաջի քրիստոնյա պետությունում այդ կարգավիճակի եկեղեցիներ կա, այնինչ, որ եկեղեցին այսօր միլիոնավոր դոլարներ է հավաքում, եկեղեցիներ վերանորոգելու, եկեղեցիներ պաշտպանելու, պահպանելու համար։ Եթե թող պետությունը, ազգային անվտանգությունը հետաքրքրվի, вообще եկեղեցին, вообще ոչ թե եկեղեցին, вообще այս գարեգին բան, ինչի չի աչոտ տալիս, ինչի չի աչոտ տալիս, ինչի չի աչոտ տալիս, ինչքան փոխհավաքվեց, որտեղից ինչքան եկա,
Այդ հավաքած փողերից որտեղ ինչքան ծախսվեց, ինչ չի աչոտ տալիս։ Չէ՞ ուզում ենք հասկանանք, էլի ինչի չի աչոտ տալիս։ Սա արդեն իմ խնդիրը չի։ Մենք պետություն ենք, սա ազգային անվտանգության խնդիր է։ Թող ազգային անվտանգություն, թող պետությունը, թող կառավարությունը զբաղվի սրանով։ Թե Գարեգին Բ-ն, որ եկեղեցու Աստծո անունը տալով միլիոնավոր դոլարներ, տենց հիմնադրամներ կա, տենց դոլարներ է հավաքում։ Ինչ անում այդ փողերը։ Որտեղ է ծախսում։ Որ եկեղեցու վրա ինչքան շինարարություն արեց։ Ինչ չի անում։ Պետումից առավել Գարեգին Բ-ն։ Մի մարդ, ով հանցագործից ոչինչով չի տարբերվում։ Մի մարդ այդ բագրատիկների բանի հետ միասին, որ բոլորի քարոզը ավելի շատ են անում, քան Աստծո քարոզը։ Որ քոչոյին հանրության ավելի շատ են ներկայացնում, քոչոյի գիրք ավելի շատ են քարոզում, քան Աստվածաշունչը, քան Աստծուն։ Քոչոյին ավելի շատ են քարոզում հայ մարդուն, քան Աստծուն։ Քոչոյի գիրք ավելի շատ են քարոզում, քան Աստվածաշունչը։ Ես ասում եմ, էս բանտան, խուլիգան բանտան, բոլոր թեմաների մեջ ակտիվորեն կան, բոլոր, բացի Աստծո խոսքը տարածելուց, բոլորի գովքը լավ անում են, Պուտինին անեն, Քոչոյին անեն, Սերժիկին անեն, սրանք դաժե, միակ զիբիլի վրայի կատու կա, դրա գովքն են անում, զիբիլի վրայի կատուի գովքն են անում, այնպես են անում, որ Աստծո գովքը էձև չեն անում, բայց զիբիլի վրայի կատուի գովք անում են, են որ իքական սերի ներկայացից չա, են որ դեմքի նայում ես, բացի զզվանքից ոչինչ չես ապրում, են որ դեմքի նայում ես, այդ զիբիլի վրայի կատուի, ուղակի պահիտակ հիասթափում ես իքական սերից, բայց դրա գովքն անում, ավելի շատ, ավելի պատասխանատու ոգևորված, մսավաճառը, քան Աստծո գովքը, ես են սրանք, ես են սրանք, մի հատ ոգևորված, սենց բան են անում, մարդիկ են հավաքում, թե փողոց դուրս գան, ինչ անեն, ոնց անեն, տենց աշակերտներ են հավաքում, սովորացնում են, հրա Աստծո խոսքը տենց սովորացրու, հայ մարդկանց Աստծո խոսքը տենց սովորացրու, ոչ թե մարդիկ հավաքեց խոժանություն կամ խուլիգանություն սովորացնեք, թե ով ոնց պետք է անի։ Էդ եք դուք, ու դուք եկել է ժամանակը, այ փանթիներ, այ լանթեր, մեկը, լանդ Ռոբիկի, բերանից քաղաքական մակարդակով, վարար գետի նման հոսելու է 30 և ավել տարվա ծծած հայ մարդու այրումը, ձեր բերանից է նույնը, Ռոբիկի և իր աշակերտների, բերանից վարար գետի նման քաղաքական մակարդակով, հոսելու է հայ մարդու 30 և ավել տարվա ծծած այրումը, չկասկածեք, այրուն ծծողներ, այրան կարոտ մնացածներ, իսկ բագրատիկներ, այո, մենք հասկանում ենք, եղանակները տաքացել է, տաքության հետ օձերը պետք է հելնեն փողոց և սողալով սողան, բայց մի բան լավ իմացեք, որ օձերը հելնում են, տաքության հետ հելնում են, ասվալդի վրա սողում են, ուղղակի շատ արագորեն, այդ օձերի գլուխը այդ ասվալդի վրա տապակվում է, Բագրատիկ քոնն է նույնն անելու, դա ասացվածքա, օձի գլուխը, որ ցավում է, ճանապարհ է դուրս գալի, հելնումա ճանապարհ սողալով, ֆաշշացնելով, մարդկանց հետևից ֆաշշացնելով, սեզ ուզում է վախեցնի, օձեր կան է, որ տաքության հետ հելնում են ասֆալտի վրա, ֆաշշացնում են, ուզում են մարդ են վախեցնում, ուզում են մարդ կծեն, բայց մարդիկ էլ հայտնվում են, որ տերում են օձը հերել, ասեք ֆաշշացնում է, ուզում է կծի, գլուխը սենց տապակում է գլուխը, ու քո գլուխը ձև տապակվելու է, սքեմի տակ թաքնված, փնթի, սքեմի տակ թաքնված, Աստծո տան մեջ թաքնված, ցեմենտի պարկ, բագրատիկ, դու, և քո տեսակը, այո, Աստծո տան մեջ թաքնված, Աստծո տան մեջ տեղադրված, դատարկ ցեմենտի պարկեր եք, Աստված մեզ հետ ամեն ինչ լավ կնի, ես որպես քրիստոնյա, որպես աստվածապաշտ հայ մարդ, ես պաշտոնապես
հայտարարում եմ ես ամեն վարքյան Աստծո հետ ուղիղ կապի մեջ եմ, ուղիղ շփման մեջ եմ, առանց որևէ փանթի բագրատիկների, գարեգինների, այս խորժան լակոդուկուտների, այս գադագյուդեքի, առանց այս գադագյուդեքի, որտեղ այս փանթիներ, այս գադագ, որտեղ այս Աստծո տան մեջ դատարկ ցեմենտի պարկերը, տեղադրված դատարկ ցեմենտի պարկերը, ով են, որի ու Աստծուց մեջ որպես, չգիտեմ, միշտորդ հանդիսանան կամ ինչ-որ բան։ Ես առանց պասրեդնիկների ուղիղ կապի մեջ եմ Աստծո հետ, Աստված մեզ հետ, ամեն ինչ լավ է լինելու։ Մահ Աստծո տունը պոռնիկության վերածած գադագյուտեքին։ Մահ։ Բարի օր, սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի գաղափարակիցներ ջան, սիրելի Աստվածապաշտ հայ մարդիկ ջան, ովքեր առանց այս խուլիգան, խուժան, գյադեքի, միջնորդությամբ, պասրեդիկությամբ, ամեն օր, ամեն վարքյան, ուղիղ կապի մեջ են Աստծո հետ, ողջույն, սիրելի հայ մարդիկ ջան, այս համանցանցում հենց ակտիվորեն մտել են մարդու կերպարի մեջ և ամեն մեկը իր տեսակյունից կյանքի խոսքեր ա գրում։ Կյանքի խոսքերից բաներ են գրում, խոսում են բոլոր արժեքներից, որևէ արժեք չունեցողները խոսում են բոլոր արժեքներից, սրբապիղծները խոսում են սրբությունից, կոռեկտ հոտառությունները կորցրած բոլոր կարմիր գծերը անցած անդաստիրակ գադագյուտեքը խոսում են կոռեկտությունից, ամեն ինչից խոսում են, ամեն ինչից, դուք ինչ կապ ունեք սրբությունների հետ, արժեքների հետ, կոռեկտության հետ, այ 7 տարյա բոլոր կարմիր գծերը անցած անդաստիրակներ, լեզուներդ ոտների տակ գցած ափր ծփր հոխորդացողներ, ոռնացողներ, էդ ինչ եք խառնվել իրար, ինչ եք, ոյ, վարչապետես ինչ ասեց մեզ, վարչապետես ինչ ասեց, վարչապետ ինչ ասեց ձեզ, ինչ ասեց, այ աբեժնիկներ, փոքր ժամանակ ձեր քերիները ձեզ կոնֆետներ չեն հյուրասիրել, դուք հիմա վրեժ եք լուծում ձեր քերիներից և դոմփում եք ձեր քերու կնանուց, ինչ ասեց, վարչապետը երևի մի 10 անգամ, 100 անգամ տեսել ա, որ Աստծո տան մեջ ինչ-որ մի հատ անկյուն, որ չուլալի դեր ա զբաղեցնում, մեկ անգամ լռելով, 2 անգամ լռելով, 3 անգամ լռելով, որպես հավատացյալ մարդ, որպես առանց պասրեդնիկների, առանց ձեր խոժան պասրեդնիկների միջնորդությամբ, որ ամեն վարքյան ուղիղ կապի մեջ ա իր Աստծո հետ, մարդը, այո, հենց կառավարության նիստի ժամանակ այդ հարցը բարձրացնեց, ինչ եք ոգևորվել, ինչ եք հոխորդությունները դնում և արժեքներից եք խոսում, այդ բոլոր արժեքներից զուրկ, գադագյուդեք, այ Աստծո տունը արևանգած և Աստծո տունը պոռնիկության վերածած խուժան գադեք, որ եկեղեցիները օգտագործելով միլիոնավոր դրամներ եք օգտագործում ու ձեր անձնական կարիքներն եք հոգում, որ Աստծո տան պատերի մեջ թաքնվել եք, այդ սև շորերի տակ պահկվել եք, սպասարկում եք բոլոր անարժանների արժեքները, բացի Աստծունը, որ քարոզում եք բոլորի խոսքը, բոլորի հոխորդոցները, որ կարողանում եք ակտիվորեն, գարեգին բի հրամանով ակտիվորեն ձեր ֆեյսբուքյան էջերը գրառումներով ողողեք, այդ ձեր գարեգին բի հորդորներով ձեր ֆեյսբուքյան էջերը Աստծո խոսքը տարածելով ողողեք, Աստվածաշունչը տարածելով ողողեք, այլ ոչ թե հոխորդակ, ասեմ գիտեք ինչ, ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ, այո, գարեգին բի գլխավորությամբ լիքը հոգևորականներ Աստծո տան մեջ թաքնված, Աստծո տան պատերի մեջ թաքնված, սպասարկում են լիքը անարժան մարդկանց արժեքները, ավելի շատ, ավելի ակտիվորեն, քանց կարող են, այդպես ակտիվորեն, բարձր մակարդակի սպասարկում կատարեն և այդ ձև ակտիվորեն սպասարկեն Աստծո շահը։
Ներկայացնեն Աստծուն հայ մարդուն, քարոզեն Աստծու խոսքը, քարոզեն Աստվածաշունչը։ Ոչ։ Իրանք ակտիվորեն բոլոր թեմաների մեջ կան։ Եկեղեցիների անունից գումարներ շորթեն, իրանց ազնականների համար օգտագործեն։ Քոչոյի քաղաքական շահերը սպասարկեն, Սերժիկի քաղաքական շահերը սպասարկեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը դնեն կասկածի տակ հրաժարական պահանջեն։ Ձայն Աստծո, ձայն բազմած։ Սրիկաշան որդիներ։ Դուք այդքանը չեք հասկանում, Աստվածաշունչ չեք կարդացել։ Այո, բոլոր թեմաների մեջ կան, բոլոր քթները կողում են բոլոր թեմաների մեջ։ Բացի իրենց բուն առաքելությունից։ Զբաղված են ամեն ինչով, բացի իրենց բուն առաքելությունից, իրենց բուն ծառայությունից։ Այո, ակտիվորեն կարող են հոխորդան, Քոչոյին սպասարկեն, Սերժիկին սպասարկեն, մեկին սպասարկեն, վրեժխնդրությամբ լցվեն հայ մարդու ընտրության նկատմամբ, կասկածի տակ դնեն հայ մարդու ընտրությունը, կարող են բաբնիկությանը զբաղվեն, կարող են իրանց քերիներից վրեժ լուծեն եւ իրանց քերուց կնանուց դոմփեն, ինչա որ իրանց քերիները փոքր ժամանակ իրենց կոնֆետներ չեն հյուրասիրել։ Այո, ամեն ինչ կարող են, ամեն ինչի մեջ այս սքեմի տակ թաքնված խոժանները ակտիվորեն մասնակցում են, ամեն ինչի մեջ, բացի Աստծո խոսքը քարոզելուց, բացի Աստծո խոսքը քարոզելուց։ Այ դուք եկեք։ Հիմա եկել են, ոյ վարչապետը մեզ վիրավորեց, վարչապետը մեր արժեքներին կպավ։ Կարա դուք ինչ արժեք ունեք, որ վարչապետը ձեր արժեքներին կպավ։ Դուք ինչ սրբություն ունեք, որ վարչապետն է ձեր սրբություններին կպնի։ Վարչապետը ընդամենը իրերը կոնչում է իրենց անունով։ Վարչապետը ընդամենը երևի մի 100 անգամ նկատել է, որ Աստծո տներից ինչ որ մեկում, ինչ որ մի հատ անկյուն չուլանի անկյուն ազբաղեցնում, մարդը դա բարձրացնել է։ Ինչ եք խանգարվել իրար։ Ինչ եք հոխորդում։ Ու այդ լուսանկարները, որ ես տեսա, որ Աստծո տան մեջ ինչ որ մի հատ անկյուն որպես չուլանը տեղ ազբաղեցնում, այնտեղ ավելներ, մեշոկներ, եսի ինչ, ասեմ իմանաք։ Այդ Աստծո տան մեջ այդ անկյունում, այդ անկյունը, որ չուլանի տեղ էր զբաղեցնում, այդ անկյունում ինչ որ գտնվում էր, անցավ ինձ համար ավելի արժեքավոր են։ Քանց կարա լինի Բագրատիկը, քանց կարա լինի Գարեգին բան, քանց կարան լինեն դրանց նման սքեմի տակ թաքնված գյադագու դեքը։ Այո, ասում եմ պաշտոնապես։ Այդ չուլան, այդ անկյունում, Աստծո տան մեջ այդ անկյունը, որը չուլանի տեղ էր զբաղեցնում, այդտեղ այդ անկյունում ինչ գտնվում էր, ինչ իր գտնվում էր, ավելի սրբություն է, ավելի արժեք է, ավելի կարևոր է ինձ համար, որ Աստծո տան մեջ ինչ որ մի հատ անկյունում տեղ ազբաղեցնում, քանց կարա լինի Գարեգին բան, Բագրատիկը եւ դրանց նման այդ սքեմի տակ թաքնված գյադագյուտեքը։ Օտարի լանթերը, լանթերի կողմից օգտագործվող լանթերը, ու այս ամեն ինչը Աստծո անվատակ, եկեղեցու անվատակ, եկեղեցի մենք պետք է տարանջատենք այս գյադագյուտեքից, եկեղեցի մենք պետք է տարանջատենք եկեղեցիները արևագած, սրբությունները կորցրած այդ մանկապիղծներից, սրանք ոչ մի կապ չունեն եւ չեն ունացել եկեղեցիների հետ, ինչպես իրենց ռոբիկը, մեկը չեն կապ ունացել Հայաստանի Հանրապետության հայոց լեզվի հայ մարդու հետ եւ ուղիղ կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության հայ մարդու հարստության հետ հարստացել եւ հարստացել իրենց կիլլերներին եւ Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշի դիմաց գույտ պարկի դիմաց նվիրաբերել են իրենց տերերին, որ հաճոյանան։ Նույն է սրանք։ Ինչ կապ ունեն սրանք եկեղեցու հետ, Աստծո հետ, Աստծո խոսքը տարածելուց հետ, Աստվածաշնչի հետ, ոչ մի կապ չունեն։ Ոչ մի կապ չունեն։ Ուղղակի այո, Աստծո անունը տալով, եկեղեցու անունը տալով, սենց գումարներ են միլիոնավոր դոլարներ են հավաքում եւ իրենց ազնական կարիքներ են հոգնում։ Բենտլիներով գնում են իրենց քերուց կանանց հետևից եւ դոմփում են իրենց քերուց կանանց։ Ինչա իրանց քերին փոքր ժամանակ իրանց կոնֆետներ չյուրասիրել։ Ես եթե վարչապետը ջղայնացած այդ հարցը բարձրացնում եմ, որ եկե Աստծո տան մեջ կան անկյուններ, որ չուլանի տեղ են զբաղեցնում, պարոն վարչապետ։ Անձամբ այդ անկյունը Աստծո տան մեջ այդ անկյունը, որ չուլանի տեղ էր զբաղեցնում, այդ անկյունում ինչ կար, ավել, մեշոկներ, կարմիր վեդո, ինչ որ կար, անձամբ ինձ համար ավելի արժեքավոր են, քան Աստծո տան ինչ որ մի հատ ուրիշ անկյունում, որ Բագրատիկներն են տեղ զբաղեցնում, Գարեգին բայերն են տեղ զբաղեցնում եւ դրանց նման 80%-ից ավել սքեմի տակ թաքնված մանկապիղծ անհավատները կորցրած սրբապիղծները։
Այդ ոնց է կարա Բագրատիկը Աստծո տան ինչ որ մի հատ անկյունում տեղ զբաղեցնի, Գարեգին բն Աստծո տան ինչ որ մի հատ անկյունում տեղ զբաղեցնի, մի հատ սքեմի տակ թաքնված խուժանը ինչ որ մի հատ անկյունում տեղ զբաղեցնի, ավելները, մեշոկները, մուսրի աղբերը, մուսրի տոպրակները չեն կարող Աստծո տան մեջ մի հատ անկյուն գտնեն եւ տեղ զբաղեցնեն։ Այո, հենց այդ մուսրի պարկերը, այդ ավելները, այդ կարմիր վեդրոնները, որ Աստծո տան ինչ որ մի հատ անկյունում տեղ են զբաղեցրել, ավելի արժեքավոր են ինձ համար այդ անկյունում գտնվող բոլոր առարկաները, անշարժ առարկաները, իրերը ավելի արժեքավոր են, քան Գարեգին բան, Բագրատիկը։ Եվ դրանց նման սքեմի տակ թաքնված գյադագյուդեքը։ Մի խառնվեք, էլ Ժորժան, գիտեք ինչ, սեզ մի եկեք էլի մտնեք սենց թեմայի մեջ։ Վայ, դե վարչապետ ինչի կարելի վարչապետը, երկրի վարչապետը պետք է ես գրառում չանի։ Երկրի վարչապետի միակ սխալը գիտեք որն է, որ 8 տարի առաջ չէ իրերը կոչել իրենց անունով, որ 8 տարի առաջ չէ իրենց հետ խոսել իրենց լեզվով։ Վարչապետի միակ սխալը դա է, որ 7-8 տարի առաջ չի ասել այն ամենը ինչ հիմա է ասում ու ինչ էլ պետք է վաղ ասի ու ոչ թե անի ասի գրի, այլ նաև իրական հարթակում գործ սարքի, արձակի մեր ոտները, ձեռները, որպեսզի մենք տասնյակ տարիներով մեր սպասված վրեժը լուծենք, տասնյակ տարիներով մեր արյունը ծծած հայ մարդու արյուն ծծածներից եւ հիմա այսօրվա դրությամբ այս 8 տարի հայ մարդու այրան կարոտ մնացածներից։ Ինչ մի զարմացիկ, մի ոգի, ոյ, ոնց կարելի է վարչապետը սենց բան ասի, ոնց, շատ սովորական, ինչի պետք է չասի, բայց ինչի երկրի վարչապետը պետք է իրերը իրենց անունով չկոչի, բայց ինչի երկրի վարչապետը այս 8 տարի է համբերատար լռել, եւ եկել է մի պահ եւ տեսել է չէ, մարդիկ այս լեզուն չեն հասկանում, որ եկել է այն պահը, որ պետք է ամեն մեկի հետ խոսել իրենց լեզվով, որպեսզի սրանք հասկանան։ 8 տարին բավականին երկար ժամանակ կա հնարավորություն տալու մարդուն ուղղվելու, սովորելու, բայց արույթ էս մարդիկ չեն սովորել։ Ոչ երկրի վարչապետը, ոչ էլ հայ մարդը պարտավոր չէ ամբողջ կյանքը սրանց սովորացնի։ Պարտավոր չէ։ Այո, իրերը կոչվում է իրենց անունով, ամեն մեկի հետ խոսում է իրանց լեզվով։ Էսա, խնդիր էսիա, մի ոգևորվեք, մի մտեք, այս սրբապիստները որևէ բարոյական իրանք չունեն սրբությունից խոսան, բոլոր արժեքների զուրկ, արժեք չունեցող կենթանիները, երկու ոտնանի կենթանիները, որևէ բարոյական իրավունք չունեն արժեքներից խոսան, կոռեկտությունները կորցրած, սաղորը նրա բիսետկեքում, լեկտի լեքսիկոնով վնգստացող հոխորդացողները որևէ բարոյական իրավունք չունեն հաճելի քաղցր լեքսիկոնից կամ խոսյութից խոսելու։ Անարժաններ, մանկապիղներ, սրբապիղներ, ընդամենը ձեզ հետ խոսվում է ձեր լեզվով, ընդամենը իրերը կոչվում է իրենց անունով։ Ինքը գրում են, կարող է վարչապետի էջը գողացրեն։ Ոչ, չեն գողացել։ Ինչի պետք է գողանան։ Ինչի պետք է գողանան։ Այո, եւ վարչապետի տիկինը վերջերս մի քանի օրերը խոսում են հայ մարդու սրտից։ Եվ լիքը հայ մարդիկ, որ ներվայնացած են եղել իրենց վրա, հիմա մեծ ոգևորություն են ապրում։ Շարունակելի եւ այս գրառումները սա պետք է իրական հարթակում աշխատանք դառնա եւ 2 ժամվա մեջ հայ մարդը վերջնականապես ազատվի այս չարիքից, ազատվի Հայաստանի Հանրապետության խաղաղության ճակատագրի չարիքից, սպառնալիքից, հայ մարդու ապագայի, խաղաղ ապագայի, հզոր, ուժեղ, զարգացած ապագայի սպառնալիքներից։ Այլ տարբերակ չկա, Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։